Բարի ողջույն, սիրելի հետևորդներ։ Ես այսօր որոշել եմ պատրաստել ամառային ճաշ, կամ ինչպես խոսակցականով ասում են աջապսանդալ, եւ ասեմ, որ այս պահին իմ մտքից այսպիսի միտք անցավ, որ երբ մարդը բիզնես է դնում, ինչպես առաջ մեզ թվում էր, որ պաշտոնյաները պարտադիր կամ ոստիկանները կամ ինչ-որ պաշտոն ունեցող մարդիկ լինում են այսպես պուզածի, հիմա ես, ասենք, խոհարարությամբ զբաղվելով, գալու է մի որոշ ժամանակ, որ լինեմ պուզածիկ։ Այսպես, սիրելի հետևորդներ, կատակը մի կողմ, հիմա լվանանք բանջարեղենները, ասեմ նաև, որ այս ճաշը պատրաստելու համար ինձ նաև ներշնչեց այս գեղեցիկ սմբուկները, որոնք տեսքով շատ գեղեցիկ են կարծում եմ, մեկ հատը կարծում եմ բավական է, հիմա լվանք բանջարեղենները և անցնենք գործի։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ նկարահանումները սկսելով սոխարածից, այստեղ մի փոքր մանրացրեցի սոխը, կարելի է ասել սկսեցինք և ավարտեցինք, բայց նորից կատակը մի կողմ, բոլոր ճաշերն էլ սկսվում են սոխարածից և այստեղ սկսենք արդեն սոխարածի նախապատրաստությունը։ Այստեղ մանրացրել եմ արդեն սոխը, սոխարածը արագ դնենք գազին, որից հետո արդեն կանցնենք բանջարեղենների կտրատման աշխատանքին։ Այսպես, սիրելի հետևորդներ, նայելով գործի արագությանը, արագ լինելը գերադասելով ամեն ինչից, չենք նայում հաստ, բարակ, սպասում ենք, որ ճաշը կստացվի համեղ և նախապատրաստական աշխատանքները արդեն այդքան էլ կարևոր չեն։ Կարևորը ամեն ինչ լինի արագ և բարեհաջող վերջնական տեսք ունենա։ Պետք է հասցնել ամեն ինչ իրար վրա շարել ժամանակին, այսինքն ավելացնել ժամանակին,
Քանի որ ամառ է, սիրելի հետևորդներ, խոհանոցում շատ շոգ է արդեն, իհարկե դեռևս սպասվում են ավելի անտանելի շոգերը, բայց ամեն դեպքում հիմա էլ այսօր արդեն ասված էր, որ լինելու է ջերմաստիճանը բավականին բարձր։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ իմ տեսքը այս պահին այսպիսին է, և քանի որ գրքեր եմ դնում և իրականացնում նկարահանումները, հնարավոր է, որ որոշակի բաներ այդքան էլ պարզ չեն երևում։ Սիրելի հետևորդներ, այստեղ սոխը, կարագը և կարտոֆիլն են մանր կտրատված, որի վրա արդեն ավելացնելու ենք բանջարեղենները։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ այստեղ լոլիկն եմ կտրատում մանր-մանր, փոքրիկ քառակուսիներով, շատ գեղեցիկ տեսք է ունենում։ Լոլիկն ասես ինքն իրեն կլպվում է։ Ինչը լավ է, վատ չէ։ Այսպես, սիրելի հետևորդներ, մանր-մանր խորանարդիկներով բոլոր բանջարեղենները կտրատում ենք։ Այսպես, սիրելի հետևորդներ, հերթականությամբ արդեն հասնում ենք պղպեղին, որը նույնպես մանր խորանարդիկներով կտրատում ենք։ Ամռանը բոլոր բանջարեղենները գեղեցիկ գույներ ունեն։ Դեղին, նարնջագույն, կանաչ, կարմիր, բոլոր վառ գույները ճաշի մեջ առկա են լինելու։
Այսպես սիրելի հետևորդներ, այստեղ ճաշը այս փուլում է, շատ քիչ ջուր է, ավելացնում ենք նաև սրբեղը, այսպես, և անցնում հաջորդ բանջարեղեններին։ Սիրելի հետևորդներ, քանի որ մի քիչ հեռախոսը ցածր է դրված, հնարավոր է ես կադրում մի քիչ ոչ այնքան համապատասխան եմ երևում, երբ շարժվում եմ, գլուխս մի փոքր այսպես կիսատ է երևում, բայց հնարավոր է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերն էլ լուծելի կլինեն։ Այս շոքին այնքան դժվար է աշխատելը։ Մեջից այնքան սպիտակ է սմբուկը, ասես խաք լինի։ Այն մի փոքր կանաչավուն տեսքը չունի։ Ասես լրիվ ուրիշ միրգ լինի, լրիվ ուրիշ կինոյից։ Կյանքում ամեն ինչ պատահում է։ Պես, երևի կորիզ էլ չունի, տեսնենք։ Բաժանում ենք մանր խորանարդիկների, ինչպես ասում են, արագ որակով։ Կարծում եմ ամենից հեշտ ճաշն է պատրաստման համար։ Այստեղ իմ խոհանոցում այս պահին կամ բոլոր, այսպես ասած, անբարենպաստ պայմանները, որպեսզի գեղեցիկ նկարահանում չլինի, բայց ամեն դեպքում չենք վհատվում և շարժվում ենք առաջ։ Եվ ամենից զարմանալին այն է, որ ճաշը ես վստահ եմ, որ լինելու է շատ համեղ և միայն ափսոսանքը այն է, որ հեռուստադիտողը տեսնելու է այն անբարենպաստ պայմանները, անբարենպաստ պայմաններից առաջացող թե իմ միմիկայի փոփոխությունները, թե ինչ-որ սենյակում կամ շրջապատում տիրող ինչ-որ ոչ աչքի համար գեղեցիկ կադրեր, բայց ամեն դեպքում չի տեսնելու, որ ճաշը իսկապես ստացվել է համեղ և ամեն ինչ եղել է վերջում բարեհաջող։ Բայց այս դեպքում էլ չենք վհատվում, որովհետև ճիշտը միակն է և տեսնենք այդ ճիշտը ինչպես կդասավորվի։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ ճաշը լինելու է համեղ։ Այսպես, սիրելի հետևորդներ, ավելացնում ենք նաև սմբուկը։ Կարծում եմ ամառային ճաշի համար հիմնական բաղադրիչն է։ Սիրելի հետևորդներ, ճաշը թերևս քիչ ջրով է։ Բանջարեղենները համարյա կարագի և շատ քիչ ջրի մեջ են, թերևս շոգ է խաշվում։ Եվ կարծում եմ այս ճաշի համար ամենից գեղեցիկ և
բույր ու համ տվողը կանաչիները կլինեն, որը կավելացնենք արդեն վերջում։ Իհարկե մի քիչ շոգեխաշվելուց հետո ջուրը կավելացնենք, մի փոքր տոմատ նաև կավելացնեմ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և վերջում կանաչիները։ Սիրելի հետևորդներ, այսպես դեռ որոշակի ժամանակ պետք է շոգեխաշվի, մինչև արդեն կիսաեպ լինի, մի փոքր էլ ջուր կավելացնեմ, արդեն մի քիչ շատ ջրի մեջ կեփվի և արդեն նշեցի համեմունքների և կանաչիի պահը։ Սիրելի հետևորդներ, այսօրվա ճաշատեսակը ամառային ճաշը կամ աջափ սանդալը սիրով պատրաստված է։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։